նայեցեք, սրանք 20 միլիոն, 24 միլիոն, 20 միլիոն դրամներ, 10 միլիոն, 10 միլիոն, 10 միլիոն, 30 միլիոն, 20 միլիոն, 50 միլիոն, 200,000, 1 միլիոն, հասկանում եք, սրանք փողեր են, որ լցվել են իմ քայլը դանայատակարի մեջ, Աննա Հակոբյանի փոխանցված փողերն են, կոռուպցիա, բացարձակ, համաձայն, հասարակական կազմակերպությունների մասին օրենքի հասարակական կազմակերպությունը ամեն տարի 6 ամիսը մեկ պետք է հաշվետվություն տան իրենց ստացած փողերի եւ ծախսած գումարի մասին, ցույց տան եկամուտները եւ մուծվող հարկերը։ Ես դեռ չեմ տեսել որևէ տեղ Աննա Հակոբյանը որևէ հաշվետվություն տա։ Չկա այդպիսի փաստաթուղթ։ Ես չեմ կարողացել գտնել։ Եվ դեռ ավելին, ասեմ ձեզ ավելին, նայեցեք, վերջերս տարածվեց, որ Ջերմուկ գրուպը 10 միլիոն դրամ է փոխանցել ըստ մամուլում տեղ գտած լուրերի 10 միլիոն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի Իմ քայլը հիմնադրամին։ Եվ պարզվեց, որ Ջերմուկ գրուպին 18 միլիոն դրամի հարկային արտոնություն են տվել։ 18 միլիոն տվել են Ջերմուկ գրուպին, որպեսզի 10 միլիոնը փոխանցի իրան։ Իհարկե Արսենյանը Ջերմուկի շատ աղքատ է, նաև նա այդ 18 միլիոն իր համար շատ կարևոր էր։ Պատկերացրեք, եւ ընդամենը 10 միլիոն դրամով Նիկոլ Փաշինյանը վաճառել է Վայոց ձորի մարզպետությունը։ 10 միլիոն դոլար փոխանցել են Աննա Հակոբյանի հաշվին եւ որդուն Վայոց ձորի մարզպետ են ընտրել։ Վայոց ձորի սիրելի հայ քաղաքացիներ, հերոս քաղաքացիներ, որոնց շատերի հետ ես մարտական գործողություններ եմ մասնակցել։ Ձեր արժեքը ընդամենը 10 միլիոն դրամ է դարձել։ 10 միլիոն դրամով ձեր մարզպետությունը գնում են։ Աննա Հակոբյանին փոխանցում են 10 միլիոն եւ մարզպետ են դառնում։ Ահա ձեր արժեքը։ Այս երկրի իրական պաշտոնյայի արժեքը։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Երկրորդը Արսենալ ՍՊԸ-ն մաքսային արտոնություններ է ստացել եւ 10 միլիոն փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Դուք հասկանում եք ինչպիսի ճղճիմ վիճակ է տիրում։ Խոսում են կոռուպցիայի բացառման մասին, համակարգային կոռուպցիա չկա եւ այլը։ Համակարգային կոռուպցիա չկա, ասում է Նիկոլ Փաշինյանը, պետական կոռուպցիա չկա, ասում է Նիկոլ Փաշինյանը, բայց միջազգային կառույցները գտնում են, որ Հայաստանում պետական համակարգված կոռուպցիա է, մեկ ընտանիքի եւ մեկ քաղաքական ուժի կողմից հաստատված։ Նայեցեք, Էլի մամուլում 2 տարի առաջ լույս տեսած փաստ էր, որ Աննա Հակոբյանը ամբողջական պղնձամոլիբդենային կոմբինատի ամբողջ խտանյութի տեղափոխումը կատարում է իր ավտոմեքենաներով։ Եվ դրանից ամսական ստանում է $900,000 եկամուտ։ Դա Վարդան Ղուկասյանի հայտարարությունն էր իր լուր աշխարհի, եւ ինքը բերում էր փաստեր։ Ես կրկնում եմ Վարդան Ղուկասյանին։ Առերևույթ կոռուպցիա չէ, արդյոք դա։ Եվ Աննա Հակոբյանը միայն Քաջյանի պղնձամոլիբդենային կոմբինատից ստանում է $10,800,000 տարեկան փող։ Դա կոռուպցիա է, թե չէ։ Արդյոք Աննա Հակոբյանը այդպիսի փողերի իրավունքն ունի եւ օրինական է աշխատում, ոչ, դա թալանում է Հայաստանի Հանրապետությունը։ Մոնոպոլիա է ստեղծել խտանյութի տեղափոխման, որը մինչև այդ աշխատում էին 5-6 ընկերություններ, կառույցներ, տասնյակ հարյուրավոր մարդիկ։ Հիմա չկան, հիմա մի կազմակերպություն, դա Աննա Հակոբյանն է, բերեմ մի ուրիշ բան։ Համակարգային եւ պետական կոռուպցիայի փաստը, նայեցեք, երբ Քաջյանի պղնձամոլիբդենային կոմբինատի 24%-ը չէր պատկանում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այսինքն Նիկոլ Փաշինյանը չէր խլել դա անօրինական ճանապարհով, Քաջյանի կոմբինատը առաջին հարկատուն էր Հայաստանի Հանրապետությունում։ Բայց երբ 24%-ը դարձավ կառավարության, դա դարձավ 5-րդ հարկատուն։ Խտանյութը 2025 թվականին 8%-ով թանկացել է։ 3 միլիարդի
եկամուտ է ստացել 2025 թվականին Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատը 3 միլիարդ դոլարի, որի 24%-ը 720 միլիոն դոլար է։ Կառավարության ֆոնդում, կենտրոնական բանկում այդ 720 միլիոնը ոչ միտեղ չի երևում։ Փոշիացել է 720 միլիոն դոլարը։ Նիկոլ Փաշինյան ուր է Քաջարյանի կոմբինատից ստացված 720 միլիոն կառավարության արժեթղթային տոկոսային մասը։ Ուր է։ Հայ ժողովուրդ, ինչու ես թույլ տալիս, որ Նիկոլ Փաշինյանը քեզնից 720 միլիոն դոլար թալանի։ Հարց եմ տալիս, հայ ժողովուրդ։ Անցնեմ առաջ։ Մի քանի օր առաջ ես հանդիպել եմ խոշոր տնտեսագետի, որը արտասահմանից էր եկել, տիրապետելով լավ ռուսերենին, դասախոսելով Օքսֆորդում եւ Հարվարդում, նա բերեց ինձ պարզ մի թիվ։ Ասես պարոն Հովհաննիսյան, 20 միլիարդ դոլար պետական բյուջեն հատկացրել է հետվճարների համար։ Իրականում հետվճարների իրական թիվը պետք է լինի 61 միլիարդ դրամ, բայց հատկացրել են 20 միլիարդ, նկատելով, որ 390 հազար, 36 մինչև 36-ից 40 հազար թոշակ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հետվճարից չեն կարող օգտվել։ Պատկերացնում եք։